Սիրելի հայրենակիցներ, ամիսներ շարունակ պնդում եմ, որ թուրքերը իշխանազավթի համար նոր հանձնարարական ունեն, այն է հայկական սահմանադրությունը վերացնելը։ Ձեզ իհարկե ամիսներ շարունակ խաբում էին, ասելով, որ նման բան չկա, սահմանադրության ոչ նախաբանը, ոչ էլ առավել ևս անկախության հռչակագրին հղումը փոփոխության չի ենթարկվելու, դա ընդհանրապես սահմանադրական նորմերի կամ դրույթների փոփոխություն է, օրինակ կառավարման ձև, падգամավորների թվակազմ կամ չգիտեմ, ինչ որ պաշտոնյաների լիազորությունների շրջանակ։ Բայց իհարկե ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել ու ակնհայտ է, որ մայր օրենքի մեջ փոփոխության է ենթարկվում միայն մի բան։ Անում են ամեն ինչ, որպեսզի էլ որևէ բան չհուշի, որ դա հայկական պետականության սահմանադրություն է։ Այլևս ոչինչ չպիտի հուշի, որ կա հայկական պետության նպատակներ, սկզբունքներ եւ իհարկե պիտի որևէ հիշատակություն չլինի հայրենիքի սրբազան падգամի մասին։ Սա հրապարակային հանձնարարական է եղել Ալիևի կողմից եւ այստեղ ծվարած Ալիևի հպատակը իհարկե հանձն է առել այն կատարել ու ընդհանրապես մի քանի օր առաջ ձեզ արդեն հրամցրեցին այն հանգամանքը, որ այո նախագծի մեջից բացակայում է սահմանադրության նախաբանը, հետեւաբար նաեւ Հայաստանի անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում կամ հղում։ Սա ամբողջությամբ այն նույն սխեման է, ինչպես որ կործանեցին Արցախի հանրապետությունը։ Ձեզ ասում էին պիտի իջեցնենք նշաձողը, արդյունքում զրոյացրեցին Արցախի հանրապետությունը։ Հիմա ձեզ ասում են պիտի իջեցնենք հայկական սահմանադրության նշաձողը, արդյունքում զրոյացնելու են Հայաստանի հանրապետությունը։ Ընդ որում մի նոր սուտել են հորինել, ձեզ ասում են դե ինչ մի մեծ պատմություն եք սարքում, խոսքը պատմական իրողության հիշատակման մասին է։ Ձեզ այստեղ էլ են խաբում, որովհետև սահմանադրության նախաբանի մեջ անկախության հռչակագրի հիշատակությունը իրավաքաղաքական նշանակություն ունի։ Եթե կա նախաբան, որը հիշատակություն է պարունակում անկախության հռչակագրի մասին, կա Հայաստանի Հանրապետություն։ Չկա այդ նախաբանը իր համապատասխան հղումով վերջացած է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այս ամենը մեզ հետ փորձում են անել մի ավտոբուս անհայրենիք անհավատները։ Եվ հարգելի հայրենակիցներ, ես կարծում եմ, որ շատ վաղուց արդեն ժամանակն է, որ իրենք վերցնեն իրենց այդ թուրքական նշաձողը ու անհետանան, պարզապես անհետանան Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի կյանքից։